Stepan would take the blame of 10 մասնակից 6 երկրից մեկնարկել է Ջերմուկ 2026 շախմատային միջազգային մրցաշարը, նվիրված Ստեփան Ավագյանի հիշատակին։ Ֆիդեի վարկանիշով աշխարհի լավագույն 100 շախմատիստներից 10 գրոսմայստեր է մասնակցում մրցաշարին։ Պես շատ ուժեղ կազմահավաքվել ու կարելի ասել ամեն տարի գնալով ավելի ուժեղ կկազմահավաքվում։ Բոլոր շախմատիստների հետ ծանոթ եմ, բոլոր շատ ուժեղ շախմատիստներ են։ Լարված պայքար եւ հետաքրքիր պարտիաներ են սպասվում։ under a bright star. Մրցաշարի նախկին հաղթող Սևյանը այս տարի էլ հաղթանակի հույս ունի։ 2023 թվականին հաղթեցի այս տուրնիրը։ Ինձ թվում է լավ շանսեր ունեմ, եթե կարողանամ հանգիստ լինել։ Bright trace. 20 տարի առաջ են բժիշկ Վայոց ձորի մարզի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Ստեփան Ավագյանն ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը որոշել Ջերմուկում շախմատի մրցաշար կազմակերպել։ For the hotel. Նրանց նպատակն է առողջարանային Ջերմուկը դարձնել նաև շախմատային քաղաք։ Երբ որ դեռ 20 տարի առաջ մենք շրջում էինք Ջերմուկում եւ մտածում էինք, թե հիանալու Ջերմուկ քաղաքը, մտածում ենք, որ այս քաղաքը համապատասխանում է լինել շախմատի համար, շատ կարևոր քաղաք։ 7-րդ տարին է մրցաշարը Հայաստանում միավորում է աշխարհի փորձառու եւ երիտասարդ առաջատար գրոսմայստերների։ 20 թվականից սկսած տարեկան անցկացվում է 2 մրցաշար, մեկը մանկապատանեկան, որը այս տարի ունեցել է մինչև 500 մասնակից, եւ երկրորդը միջազգային նման ֆորմատի շատ ուժեղ մրցաշար, որը որ արդեն շախմատային օրացույցում համարվում է լավագույններից մեկը աշխարհում։ I always felt that. Հայաստանի շախմատի ակադեմիայի Ջերմուկ աշխարհ առողջարանային համալիրի եւ Լիդիան Արմենիայի հովանավորությամբ է անցկացվում մրցաշարը։ Լիդիան Արմենիան ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի խոսքով կրթության, սպորտի, ենթակառուցվածքների զարգացման տարբեր ծրագրեր է իրականացնում ընկերությունը։ Շախմատի մրցաշարը ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերից մեկն է։ Քանի որ Լիդիան Արմենիան նպաստում է շրջակա համայնքների կրթությանը եւ սպորտի զարգացմանը, սա նաեւ մեկ առիթ էր համագործակցելու շախմատի աշխարհում շատ կարևոր մի միջոցառմանը։ 9 խաղափուլ կլինի մրցաշարում 10 միլիոն 50 հազար դրամ մրցանակային ֆոնդ կա։ Հունիսի 6-ին է պարզ լինելու հաղթողի անունը։ Զարուհի Սահակյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։